Մենք դուք հնչականի դիմաց ենք, ավարտվեց այստեղ աղջիկներից մեկի, քույրերից մեկի հետ առերեսումը երկու ենթադրյալ մանկապիղծների հետ։ Իհարկե փաստաբանները վստահաբար պնդում են, որ նրանք մանկապիղծներ են։ Մենք այս ժամին Վեդուք հնչական բաժնի մուտքի մոտ ենք եւ առաջինին Արտուր Երեմյանին հեռացրին այստեղից, այսինքն նրան այսպես ծածուկ բերեցին այս վարդի թփերի արանքով մտցրին հնչական բաժին, այդպես ծածուկել փախցրին, բայց մեզ հաջողվել է նկարել այդ տղամարդուն Արտուր Երեմյանին 58-ամյա, ով միայն մեկ հարցի պատասխանեց, թե ես չեմ սեռական ակտ չեմ ունեցել, բայց երեխաները իրենց ցուցմունքները պնդել են։ Այսօր աղջիկներից մեկը պնդել է իր ցուցմունքը նաև, ընդ որում նույնությամբ, ամբողջովին նույնությամբ պնդել է ոչ թե նախաքննական փուլում այն ցուցմունքը, որը այսօր անթույլատրելիորեն տարածել է քննչական կոմիտեն, արդարացնելու իրենց անգործությունը, այլ ինքը կրկնել է այն բոլոր հարցերի պատասխանների նույնությամբ, որը փաստաբանների հետ է մի քանի անգամ պարբերաբար հարցերի պատասխանել։ Այդ ամբողջը նույնությամբ կրկնել է այսօր առերեսման ժամանակ աղջիկներից մեկը քննչական կոմիտեում երկու տղամարդկանց հետ առերեսումների ժամանակ։ Եվ սա շատ հետաքրքիր հակափաստարկ է քննչական կոմիտե եւ ահա այս Վեդուք քննչական բաժնի բոլոր գործողություններին մանավանդ փաստաբանները շատ հետաքրքիր հիմնավորում ունեցան, նրանք ասացին, որ այդ վիճակում երեխաներին բերել են հարցաքննության սեռական ոտնձգությունից հետո, այսինքն երբ որ գործ են հարուցել, բերել են Վեդուք հնչական բաժին եւ տղամարդը քննիչ եղել, ինքն է հարցաքննել, առանձնապես վստահություն չի ներշնչել երեխայի մոտ, համենայն դեպս փորձել չեն արել, որ երեխային համոզեն խոսի, իսկ ես անձամբ որպես լրագրող հիշում եմ իրենց տանը, երբ հանդիպեցի երեխաներին, անձամբ ես շատ մեծ դժվարությամբ եմ կարողացել որոշ բաներ ստանալ, կորզել իրենցից, ես հետագայում շփվեցի աղջիկների հետ, բայց այսօր նրանք փաստորեն պատմել են, մինչդեռ չեն պատմել, չգիտես ինչու, քննչական բաժնում, չէին պատմել ոստիկանների մոտ, որովհետև այսպես շահագրգռվածություն հավանաբար չեն ունեցել, չգիտեմ, շատ մեծ կասկածներ հայտնեց Տիկին Էլբակյանը փաստաբան իրենց վարած քննության ընթացքի վերաբերյալ եւ այսօր երկու տղամարդկանց հետ առերեսումից հետո աղջիկը հիմա այստեղ հանգստանում է, ընտանիքի անդամները այստեղ են, հիշեցնեմ Արտուր Երեմյանին եւ Այնազյանին այնպես բնական քայլելով, այսպես հրավիրելով բերեցին քննչական բաժին։ Ես շշմել եմ, որտեղ որպես լրագրող վերջին 4-5 տարիներին ես տեսնում թե ոնց են մարդկանց այնց կռացած, ստորացնելով բերում մանավանդ քաղբանտարկյալներին, մանավանդ падգամավորներին, մանավանդ եպիսկոպոսներին, ինչ տհաճ ձևով են ուղեկցում քննչական բաժին կամ դատարաններ։ Ես այսօր այնպիսի տեսան տեսա, ոնց որ ոչ թե պոտենցիալ մանկապիղծ կամ հենց մանկապիղծ էին բերում կամ կասկածյալ էին բերում, այլ բերում էին մի մարդով, որ ընդհանրապես պիտի մտներ մի հատ սուրճ խմեր գնաս։ Իհարկե նրանք իրաց դեմքը թաքցրին եւ տեսան, որ տեսախցիկ կա այստեղ, նույնիսկ այս վարդի թփերի միջով փախնում էին, որ հանկարծ մենք իրենց չնկարենք, հորաքույրը փորձեց հարվածել մեքենայի մեջ, որտեվ մարդը, ես հասկանում եմ իրեն, ես հետո տեսանյութերը կհրապարակեմ, չեմ հասցնում, որտեվ մենք էլ շատ լարված ենք եւ այս ցրտին այսպես քանի ժամ, երևի թե ժամը 3-ից 3:30-ից այստեղ ենք։ Եվ մի շատ հետաքրքիր նրբանկատությամբ ես ֆիքսում եմ, որ Դավիթ Այնազյանը, այսինքն այն տաքսիստը, որին խնայել են քննչական գործողությունների ժամանակ ակնհայտորեն, որի անունը չի հնչեցվել այստեղ նյութերում, դա այսինքն փաստ է, որ այդ մարդուն ամեն ինչ արել են իր անունը չշոշափվի։ Դավիթ Այնազյանը, որը իդեպ կասկածվում է բարեկամական կապերի կամ ինչ-որ կապերի մեջ ինչ-որ նախարարների հետ, ահա այդ մարդուն մցել են այս բաժին ու չեն հանում։ Հիմա դուք ժամը գիտեք քանիսն է, հարգելիներս, եւ այս մարդուն քանի անգամ դուրս եկան, ստուգեցին, տեսան, ես այստեղ եմ, համառորեն չեմ գնում, թիվ 5-ի օպերատորը գնաց, ես դեռ շարունակում եմ այստեղ մնալ, իրենք կատեգորիկ հրաժարվում են այդ մարդուն հանել, այսինքն պատրաստ են սրանք մինչև լուսաբաց փայփայեն, ավտոն նույնիսկ մեքենան խոտ տվեցին, մի
միացրին, որ տիտանեն, ինչա թե տեսան ես թաքնված տեղից նորից վերադարձա, իրանք նորից հետ տարան հավանաբար։ Մի խոսքով, դուրս չի գալիս քննիչը, խուսափում է, պահկվում է մեզնից, այն քննիչը, որը հետաքրքիր ձևով լուծումներ է գտել այս գործը ասենց խայտարակ ձևով կոծկելու համար։ Կոծկել բառից խիստ վիրավորվել է քննչական կոմիտեն եւ դրա համար այսօր խայտարակ ձևով հրապարակել է սեռական բնույթի զրույցը քննչական գործողությունների իր կայքում, իբր թե մենք չենք կոծկել, հա տեսեք հակասական է, բայց փաստաբանները ասացին, որ համ տղամարդը եղել դատաբժիշկ, այսինքն որի մոտ չէր կարող երեխան այդ վիճակում բացու անկեղծ լինել եւ հոգեբանական քննության ժամանակ եւ քննիչն է տղամարդ եղել եւ այն միջոցները չեն ձեռնարկել որպեսզի երեխան բացվի եւ խոսի, ինչը որ արեցին փաստաբանները եւ մի քանի անգամ իրենց նույն բանն է պատմել, ինչը պատմել այսօր առերեսման ժամանակ։ Ֆիքսենք Դավիթ Այնազյանը, տաքսիստը, սա իմ ընկալումն է, ամբողջովին փայփայվում այս քննչական կոմիտեի կողմից, նրան դուրս չեն բերել։ Եթե ես վաղը լսեմ, որ նրան կալանքի են տարել, մի քիչ կզարմանամ։ Համենայն դեպս Արթուր Երեմյանին, այսինքն մյուս պապիկին հանեցին, քայլելով ուղեկցեցին տուն, կարգավիճակը վկա, չզարմանաք։ Հիշեցնեմ, ոստիկանությունը իմ բարձրացած աղմուկից հետո հայտարարել է, որ թե քննչական կոմիտեն չեմ հիշում, որ 2 անգամ են այս մանկապղծության առնչությամբ այստեղ քրեական գործ հարուցել, մի ահազանգը դպրոցից հնչել է փետրվարի 12-ին եւ ձերբակալվել է մարդ, հետո ազատ է արձակվել եւ երկրորդ անգամ արդեն ապրիլի 22-ին նորից դպրոցի կողմից։ Ես այսօր հանդիպել եմ դպրոցի տնօրենին եւ այն մանկավարժին, ով դասավանդում է աղջիկներից մեկին, շատ հետաքրքիր մանրամասներ են ինձ պատմել, վաղը ես դրանք կհրապարակեմ, անպայման փաստաբանները հենց նորեն ավարտել գործը չեն հասցրել ասուլիսով հանդես գալ, որտեղ հասկանում եք ինչ ծանր ռեժիմի մեջ են, խնդրեմ փաստաբանների մեքենան ինձ է սպասում, բայց ես ուզում եմ համառորեն սպասել մինչև կապացուցեն, որ իրենք չեն փայփայում Դավիթ Այնազյանին, այն 65-ամյա տղամարդուն, որին ամեն ինչ արել էին չլիներ քննչականի նյութերում, հարցաքննության նյութերում, որին բերելուց այսպես ուղեկցում էին, որին պահում են մինչև հիմա ներսում, օրն ավարտվել է, մարտիկ 6-ին դատարկվել է, բայց իրենք դեռ այդ մարդուն պահում են, չեն թողնում դուրս գա, որ ռոժը նկարենք։ Այսպես, նույնիսկ քննիչը մեքենան կանչեց, բայց դուրս չեկավ, ինչա թե տեսավ ես կամերայով իրեն եմ մոտենում, ինքը խուսափեց, որովհետև չունի պատասխաններ։ Այս հանրային հնչեղություն ստացած խայտառակ ամոթալի սկանդալային պատմությանը չունի պատասխան, չունի եւ վերջ։ Ես այստեղ դեռ կշարունակեմ սպասել համառորեն, իհարկե ես նաև տեսախցիկ տեղադրեցի մի տեղում, որտեղ ես կկարողանամ գոնե հետո վերցնել, եթե նույնիսկ մի քիչ հետո մոտենամ, միևնույն է չեմ հեռանալու եւ կնկարեմ Դավիթ Այնազյանին, ով արդեն ժամ ու կես երևի ներսում է, դեռ դուրս չի գալիս եւ հասկանալի է ինչու։ Ես նկատում եմ հարգելիներս, դուք ծանրաբեռնված եք գերհոգնած, նկատեցի ինչ ես իջել եմ տեսախցիկով, էլի փախել պահկվել են ներս ու չեն թողնում, որ Դավիթ Այնազյանը դուրս գա, կա հատուկ վերաբերմունք այս մարդուն փայփայելուությամբ։ Ինչու ունեն կարգավիճակով վկա դեռ այս երկու տղամարդիկ, չի կարողացել երեխայի վրա է մնացել ապացուցման բեռը, ինքը պիտի ապացուցի, որ ուղիղ դա ապացուցեց սրքնչականը, որ այո, սեռական բռնության ենթարկված, հոգեբանական ծանր վիճակում գտնվող, խոցելի երեխայի վրա դրված է բեռ, ապացուցելով, որ իրեն բռնաբարել են։ Այո, ապացուցելով, որ իրեն բռնաբարել են։ Ուրիշ հուսալքված եք։ Ես մտածում եմ, գիտեք ինչ է, եթե վերցնենք ամսի 3-ից էինք մենք այս աղմուկը բարձրացրել։ Եթե դա չանենք, սա դեռ շարունակվելու է։ Այո, այս լռությունը եւ ծածկադմփոցը, որից վիրավորվում է Արփինե Սարգսյանը, բայց այո, ակնհայտորեն սա շարունակվել է։ Ճիշտ ասած, ես չգիտեմ ով է վիրավորում։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, բացարձակապես։ Բայց ես եմ վիրավորված այս վերաբերմունքից։ Այո, եւ կարծում եմ այս այն հարցն է, որ ոչ թե պետք է ինչ-որ մեկը վիրավորվի, սա է պետության դեմ հանցագործություն։ Պետության, ընտանիքը, երեխեն, NLS երեխեքը պետության հիմքը չէ։
Եթե երեխեքի հետ կարելի էր սենց վարվել, բերել մի ինչ քանի ասեմ։ ժամ հարցաքննել, վերջում այդ երեխուն Մենք տրավմայի ժամը ենթարկած քանիսից ենք լացելով դուրս եկավ։ Կրկնվում է տեքստերը։ Այսօր օրինակ հնչականը, որ անթույլատրելիորեն տարածել է այդ սեռական բնույթի տեքստերը, այդպես բաց տեքստերը անթույլատրելիորեն առանց ձեզնից թույլտվություն երևի հարցնելու տարածել է տեքստերը։ Ինչ է ուզե դրանով ասի։ Դե ուզեցել են ապացուցեն, որ իրանք լավ տիրապետում են, մինչև այս աղմուկը ոնց որ թե ոչ մի բան չէր տիրապետում, եթե չէին կոստում։ Իսկ նկատեցիք Փաշինյանը ազատվեց իր եվրոպացի հյուրերից, նոր ոնց որ թե ընթացք տվեցին։ Կարող է բակապղծության գործով նույնիսկ ձերբակալությունները պիտի զեկուցվի ինքը թույլ տա, որ ձերբակալեն։ Պատահաբար այսպիսի բան կարող ենք Մենք հիմա Հայաստանում ոչինչ չենք բացառում։ Այսինքն նույնիսկ մանկապղծության դեպքով ձերբակալությունը պիտի ասենք Փաշինյանը ասի, օքեյ, որտեվ ինքը զբաղված էր չէին արձագանքում, հարգելներս 4 օր պետական համակարգը չի արձագանքել մեր հրապարակումներին։ Ձերբակալվի միջին ծանրությունով։ Ձերբակալված մարդ չի եղել։ Ես ես հիշեցնում ստատուս գրելու համար են ձերբակալել եւ մի մեծ ոստիկանական հեծելազորով։ Պարզվում է, որ դաժե անգամ վարդական վկայականից զրկված անձը, եթե մեքենա վարում, դրամարել են այստեղ մարդը։ Երկու տղամարդիկ չընդունեցին, որ իրենք սեռական ակտ են ունեցել եւ գործողություններ արել պետական համակարգ։ Փետրվար ամսից, հələ չենք ասում դրանից առաջ։ Ուր էր այս մարզպետարանը, ուր էր խնամակալությունը։ Իդեպ Վեդու համայնքապետանը այս շենքն է, այս շենքը, այսինքն իդեպ դանակահարությունն էլ էստեղ է տեղի ունեցել։ Երկու տղամարդիկին ընդունել են, որ երեխեքին տարել են դպրոց, տարել են գերեզմանոց, բայց իրանց պատճառաբանությունները։ Պապիները։ Ինչ են ասել։ Պապիները։ Շուն էինք տարել, թողենք գերեզմանոց։ Ոնց, այդ մի քանի անգամ շուն են տալ ու միշտ զուգադիպությամբ այս երեխեքի հետ էին այդ շներին տարել։ Բա երեխեքի քսմսվելը շան հետ ինչ կապ ուներ։ Դե հիմա Այսինքն չընդունեցին, որ երեխեքին զգեստներ իջեցրել են, ինչ որ գործողություններ են արել։ Իսկ երեխեքը այդ պահին պնդում էին, տոյս աղջիկը պնդում էր, աղջիկը պնդում էր ոսում։ Պնդելը, այսինքն աղջիկը չի հրաժարվել նախաքննական ցուցմունքից, պնդել է նաև այսօր, դեռ մի բան էլ ավելի դասավորված, որտեղ դուք աշխատել եք։ Երեխեքդ ինչ արեցին։ Բերեցին այդ Կտանքի ցաներ ենթարկեցին։ վիճակում, այո։ Նկատում եք, չէ՞, քանի դեռ մեր մեքենան էստեղ է։ Ոչ մեկ Ահա, քննչականը դուրս չի գալիս, Դավիթ Այնազյանը եւս պատրաստ են մինչև լուսաբաց այնտեղ բարձ ու վերմա գցել ու քնել։ Մենակ թե մեր կամերայի առաջ չհայտնվեն, ասենք ինձ որ պետք է Դավիթ Այնազյանին փնտրել, ես Երևանի հիվանդանոցում գիտեմ ինքը որ ժամին է գալիս Պերևասկայի։ Իդեպ Դավիթ Այնազյանը ոչ միայն փախուստի է դիմել Վեդի քաղաքից, եթե շան պատմությամբ է ինքը հայտնվել գերեզմանոցում, ինչ է ինքը փախել ընտանիքով Վեդից, ինչ է ինքը փախել հիվանդանոցից, որտեղ երեխաների հորեղբոր կողմից դանակահարվելուց հետո, ականջը կտրելուց հետո ինքը փախել է նաև հիվանդանոցից, վիրահատվելու փախել է։ Դա անձամբ ես եմ ասում, որտեղ ես անձամբ խոսել եմ եւ իրեն վիրահատող բժշկի հետ պաշտպանված զգում, այսինքն այս շենքում Դավիթ Այնազյանը իրեն պաշտպանված զգում, հասկանում եք, բոլոր տեղերից փախնում է, ստեղ ինքը իրան ապահով ազգում, ինքը շատ ապահով եկավ, ինքը շատ ապահով հիմա ներսում է, որտեղ հանգիստ դուրս է գալու։ Իդեպ քննչականից էլ ոնց որ լայվին հետևում են։ Ձեր վերջին ողջույնները փոխանցեք, դուք պատրաստվում եք Ես ուզում եմ այսօրվա իրանք այսօր տուն գնան, կարողանան հանգիստ խղճով գլուխը դնեն բարձին, բայց այդ դնելուց առաջ թող մի հատ հիշեն էլի։ երեխաները ապրել են Վեդիում, իրենք հանգիստ կկարողանան, անվտանգ են լինելու Տիկին Էրբակյան։ Երեխեքը, մենք ամեն ինչ անելու ենք, որ երեխեքը ապահով լինեն։ Ինչ եք անելու։ Դավիթ Այնազյանը Վեդիում է, նորից վերադառնալու է Վեդի։ Մենք մեր միջոցներն ունենք, բնականաբար օրենքով սահմանված կարգով։ Մենք ոչ մեկին չենք սպառնում։ Ամեն դեպքում մենք երեխեքին խոսք ենք տվել։ Մենք մշտապես իրանց կողքն ենք լինելու, իրանց պաշտպանելու ենք, մինչև վերջ պայքարելու ենք ու հասնելու ենք արդարությանը։ Դուք կարծում եք գործը կտեղափոխվի։ Մի աղջիկ այսօր չի հարցակնվել։ Դուք թույլ կտաք Վեդու այս քննչականում։ Ոչ։ Այսօրվա Այլևս ոչ։ այս հարցակնությունից հետո, այս վիճակից հետո ինչ մասին է։ Մենք գլխավոր դատախազին երբ որ դիմում էինք դրել, խնդրել էինք գործը փոխանցեն։ Մենք նաև դիրքորոշումն էինք արտահայտել, որ պատրաստ են ուժողները
հանգամանալից ցուցմունք տալու, նաև այն անձինք են պատրաստ ցուցմունք տալու, ովքեր որ տեղյակ են այս դեպքերի մասին։ Բայց ահա ձեզ սյուրպրիզ արեցին։ Ահա, այո, Դուք որ եկել եք այո։ ընդամենը մի քանի փաստաթուղթ վերցնելու, Մենք եկել ենք ձեր վրա դրվեց ներգրավման ժամ եւ գործ, արագությամբ եկեք հարցաքննենք։ Միջդեռ ինչ տեղի ունեցավ։ Հրավիրելով բերեցին երկու Մենք տղամարդ։ համաձայնվեցինք այս երեխեքի համար։ Մենք չուզեցինք Որ խոչընդոտել, պարբերաբար- որ վաղը իրանք չասեն, հա, եկան փաստաբանները խոչընդոտեցին, մարդիկ չկարողացան կանչեն հարցաքննեն, այ դուք եք ձգձգում, մենք ուզում էինք անենք քննչական գործողությունը։ Մենք ենք զանգել, խնդրել երեխեքն էլ վեդիում։ Մենք ասենք ենթադրյալ մանկապիղծ։ Ես չեմ ասում ենթադրյալ։ Այս ամենը լսելուց հետո ես ասում եմ մանկապիղծ։ Ես ասեցի, այս գործով անմեղության կանխավարկածը չի աշխատում։ Թող մեկն ու մեկը լսի այս երեխեքին։ Ով որ իրավասություն ունի, ցանկացած հոգեբան թող լսի, հետո իր եզրակացությունը տա։ Եթե կլսի հոգեբանը, իր եզրակացությունը կտա, որ երեխեքը այս ամենը զրպարտել են, ես Կարող էր 14-15 տարեկան երեխան սցենար էսպես գծել եւ նա մոտիվացիան ո՞րն էր։ Ինչու տարբեր տղամարդկանց անուններ չի տալիս մշտապես նույն տղամարդկանց եւ տեսարանը նույնությամբ է նկարագրում։ Ակնկալիք ունեն սցենար էին գծում։ Ի հանուն ինչի, հանուն ում համար։ Չգիտեմ, նրանք կմտածեին նույնիսկ այսքան փակ պահած երեխա։ Մինչև դեպքը եղել է շատ ուրախ երեխա։ Դեպքից հետո մանեն չի խոսում։ Ինչի մասին Հասկանում եք։ Իդեպ Հիվանդ, ես այսօր եղել եմ Վեդու դպրոցներից մեկում, որտեղ երկրորդ աղջիկն է դպրոց հաճախում եւ այդ դպրոցի տնօրենը եւս նույն անհանգստություն ունի, նրանք շատ հետաքրքիր հարցազրույց են տվել հետաքրքիր մանրամասներով եւ տվել են նաեւ ինձ հարցազրույց դասղեկը, որ էլի հետաքրքիր դրվագներ է պատմում եւ իդեպ հիշեցնեմ, հենց դպրոցից է, երկու ահազանգներ դպրոցից էին չել, այն որ ասում են օպերատիվ տվյալներ, թույլ տվեք ասել այդ ոչ ճիշտ բառը գլուխները պատին են տվել օպերատիվ տվյալների հիման վրա չի Վեդու բնակիչը չի կարող Վեդում քայլող շարժող մարդը ես Երևանում նստած լսում եմ որ այսպիսի սկանդալ կա իրենք այստեղ նստած չեն լսում որ սկանդալ կա այդ օպերատիվ տվյալը նույնիսկ փողոցներում քցած էր արդեն բայց իրենք դպրոցից երկու ահազանգից հետո հարուցել են գործ ձերբակալը բաց են թողել եւ համարել են որ այստեղ չկա հանցագործություն Նախաձեռնել դրել մի կողմ։ որ չլիներ, այս գործը հիմա ոչ Դու կհասնեք մինչև վերջ Իհարկե։ Այս ինչի մասին է խոսքը։ Իհարկե։ Լավ, ես գնամ հանգստացնեմ, ասեմ, որ գնում եմ տուն Դավիթ Այնազյանին ամեն դեպքում բաց թողնեն, հա, Դավիթ Այնազյանը, այսինքն տաքսիստը դեռևս ներսում է, քանի դեռ մենք այստեղ ենք տեսախցիկով, նույնիսկ քննիչը չի հեռանում տարածքից, անդադ ստուգում են ինձ, պարբերաբար դուրս են գալիս համոզվելու, որ ես այստեղ չեմ, որ իրենք դուրս բերեն այդ երկրորդ ենթադրյալ հանցագործին։ Ասեք թող բերեն դուրս Դավիթ Այնազյանին, ես կգնամ։ Ձեր քննիչն էլ մեքենան միացրեց, անջատեց։ Խնդրեմ, այսպեսի ամոթալի ու խայտառակ վիճակ։ Երևի լավություն անեն, քննչականում չքնեցնեն անամոթները։ Անջատում եմ լայվը, ես հետո կտեղադրեմ, տեսամ թե ինչպես եմ բերում այդ երկու պապիկներին քննչական կոմիտե, որոնց վստահաբար պնդում է փաստաբանը, որ իրենք հանցագործներ են, մանկապիղծներ։ Խաղաղ գիշեր բոլորիս։